կյանքի այն փուլում, որտեղ որ պետք է ընտրեի, թե ինչ եմ դառնում, ընտրել էի տնտեսագետի մասնագիտությունը, որովհետև ծնողներս հենց այդ մասնագետներն էին։ Իմ կյանքի փուլերից մեկում որոշում կայացրեցի, որ պետք է մասնագիտությունս փոխեմ, գնամ այն ճանապարհով, ինչով հիմա գնում եմ։ Իմ կարիերայի ընթացքում իմ զարգացման փուլերը բաժանել մի քանի էտապի։ Առաջինը իմ ուսանողական տարիներն են, որտեղ որ շատ ակտիվ էի ու որտեղ շատ տարբեր միջազգային մրցույթների էի մասնակցում։ Հաջորդ փուլը անհատական ցուցադրություններն են, ստեղծել հավաքածուներ լիարժեք, որոնք որ մինչ օրս կարծում եմ շատ տարբերվող են։ Հաջորդ, այսպես ասած, էտապը այդ արդեն միջազգային շուկաներ դուրս գալն է, որը որ այս պահին ենք փորձում անել։ Ամենաբարդ բանը կարողանաս նորաձևության մեջ մի հատ գաղափար դնես, որը որ դեռ մինչ օրս ասված չի։ Ու երբ որ կա այդ գաղափարը, հետո այդ գաղափարը իրագործել ավելի հեշտ է։ Իհարկե, երբ որ ունես ուժեղ թիմ։ Մեր օրերում նաև ունենք այդ խնդիրը մասնագետների, կոնստրուկտորների, դերձակների, դիզայնի գործը ինքը թիմային աշխատանք է։ Ես շատ հաճախ օրինակ եմ բերում, որ դիզայների մասնագիտությունը նմանած դիրիժորի մասնագիտությանը։ Երբ որ դու չունես համապատասխան օրկեստր, դու ինչքան է ձեռքերդ թափահարես, չի հնչելու այդ երաժշտությունը, նույն ձև դիզայների աշխատանքը։